Արտ Կվարտալ ստեղծագործական հարթակում բացվեց արվեստագետ Ավո Խալաթյանի սպանված թատրոն վերնագրված անհատական ցուցահանդեսը։ Ցուցադրությունն իր ձևաչափով բացառիկ է։ Այստեղ առաջին անգամ ներկայացված են արվեստագետի վիդեոարտ աշխատանքները։ Արվեստն իրավունք չունի մահանալու։ Հենց այս գաղափարն է ոգեշնչել արվեստագետին նոր կյանք տալու։ Ես փորձեցի արվեստը, մեռած, սպանված արվեստը, թատրոնը վերածնել, վերարտադրել, նորից կյանք տալ ու ներկայացնել հանրությանը։ Ներկայացումը երկար շրջագայեց ու երբ վերածվեց կտավների, այդ պահին էլ ծնվեց ցուցադրություն կազմակերպելու միտքը։ Ցուցադրվող ամեն մի կտավ ունի իր խորհրդանշական վերնագիրը։ Ցուցադրությանը ծանոթ եմ արդեն մոտ 1 տարի։ Մեր տանն ա եղել, իմ աչքի առաջ է ստեղծվել այս կտավները։ Կտավները պատմություն ունի, ինքը թատրոնից է գալիս, թատրոնի ներկայացման դեկորացիաներ։ Հետո ինքը վերեց տուն, դա դարձրեց մի քանի մեծ կտավներ։ Երկատև ճանապարհորդությունից հետո թատրոնի երբեմնի դեկորացիաները վերածվել են մեծ ցուցադրության։ Սպանված թատրոն ցուցահանդեսում այցելուն այլևս դիտորդ չէ, այլ պատմության մասնակից։ Արվեստագետի երեխաներն են պատմում, թե հայրն ինչպիսի ոգևորվածությամբ է պատրաստվել ցուցադրությանը։ Ասում են, որ յուրաքանչյուր կտավ իրենց համար յուրովի գլուխգործոց է։ Չափից շատ է լարված, ոնց ասեմ։ Գիշերներ շատ ուշ էր գալի քնում, 2 ժամը քնում էր, առավոտ ժամը 5-ին վեր էր կանում, սկսում էր անընդհատ նկարել։ Խոհանոցի մեջտեղը հանկարծակի հայտնվեց կտավ, մոլբերտ, խոլստը եւ պատմությունից աշխատել։ Մենք խոհանոցում մեկ չեն կարող ոչ ուտելիք սարքել, որովհետեւ հանկարծ չխանգարենք, միակ ազատ տեղն էր մնացել։ Ինչով ես եմ հասել պապային օգնեմ, դա կտորները փակցնելուց, ինչը կարողանում է օգնում է բարձե, բայց մեծամասամբ բարձա իր աշխատանքն է, ինչը կարողացել է ներդրվել է իր զգացումները, իր անհանգստությունները, իր միտքը բոլորը մի քառակուսու մեջ փորձել է տեղավորել։ Ընտանիքի անդամների սիրելի կտավը դեպի լույսն է, իսկ մեկնաբանությունից խուսափում են, ասում, որ ամեն մեկը յուրովի է հասկանալու կտավի իմաստը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 6-ը։ Սպանված թատրոնը տեսնելուց հետո ոչ թե պարզապես հիշում, այլ վերհիշում ես, ու հենց այդ գործողությունն է, որ արվեստը դարձնում է ժամանակակից։ Հասմիկ Անտոնյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվականի համար։